Ելակներ են հարցումներ հրապարակել, որը դուք անցողիկ շեմը անցնում եք, հեսա քննարկման առարկա է դարձել, մասնավորապես Սամվել Կարապետյանը կասկածի տակ է դրել եւ այդտեղ տեսել ձեզ Չէ, բան չեղավ։ Չէ, բան չէ, ոչ մի բան չեղավ։ Եվ դիտում եք տեսել, որ հատուկ ձեզ փորձել են ներկայացնել որպես անցողիկ շեմը հաղթահարել։ Նախ երեք ինձ համար մենք մենակ մի հարցման տվյալներով չենք շարժվում, ամեն մեկն էլ հարցումներ է անում եւ այլն ունի տվյալները, մենք ունենք մեր սեփական նաեւ հարցումները։ Ինձ համար ասեմ ձեզ, որ զարմանալի էր Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը, երբ ես տեսա, շատ զարմացա ու ինձ մոտ հարց առաջացավ, այսինքն ուրեմն ընդդիմությունը ունի այնքան ժամանակ, որ մյուս ընդդիմադիրների հետ կապված նման հայտարարություններ անի, մանավանդ քաղաքական այնպիսի ուժի, որը անցողիկ է արդեն ու հաղթահարում է այդ շեմը։ Իմ մոտ հարց առաջացավ, ինչու է Սամվել Կարապետյանը այդպիսի հայտարարություն անում, չէ՞ որ այդ հայտարարությունը վնասում է քաղաքական ուժի։ Այսինքն Սամվել Կարապետյանը չի ուզում, որ մեր քաղաքական ուժը անցնի պարլամենտ, այն պայմաններում, երբ որ մենք հաղթահարում ենք այդ շեմը։ Ես օրինակ ուզում եմ, որ բոլոր իրական ընդդիմադիրները որքան շատ անցնեն պարլամենտ, որքան շատ ձայներ հավաքեն, այդքան լավ, որովհետև դա մեր պետության համար է։ Եվ այս պայմաններում ինձ համար այո շատ զարմանալի էր եւ այդ հայտարարության մեջ ինձ համար անընդունելի էր հայտարարության ձևը, տոնը, որտեղ ես որևէ մի անգամ որևէ մի ընդդիմադիրի մենք ոչ վիրավորում ենք արժանապատիվ միշտ պահում ենք այդ արժանապատվության ընդհանրապես վերաբերմունքը ու այնտեղ ինձ մի հայտարարություն նաև այսպեսի ուշադրությունը գրավեց բևեռների մասին, նշվեց 4 բևեռի մասին։ Ես եթե բևեռ հասկացությունը նայում ենք ֆիզիկայի տեսանկյունից, մագնիսը ունի 2 բևեռ, երկրագունդը ունի 2 բևեռ, բայց երբ խոսում ենք 4 բևեռի մասին այս պարագայում, ինձ համար դա ոչ այլ ինչ է, քան ազդեցության գոտիների բաժանում։ Եվ այստեղ արդեն գալիս է մեր ընտրությունների տրամաբանությունը արդեն անընդունելի, որ անպայման ընտրությունները իշխանության լծակների, ռեսուրսների կռվի մասին են։ Անպայման ընտրություններում պետք է գնա խոսք փողի մասին, իշխանության մասին, որ ինչ-որ բևեռներ ձևավորվեն։ Ժողովրդավարությունը ոչ ռեսուրսների կռվի մասին է, ոչ իշխանության լծակների առավել եւս տեսնում ենք այսօր իշխանությունը համատարած ինչ ճնշումներ է գործադրում։ Ժողովրդավարությունը այն մասին է, թե ինչ գաղափարներով, ինչ կերպես երկիր ղեկավարելու, հետո ռեսուրսները Հայաստանում ընդունված են անվանել միայն ինչ, ճնշումներ, չգիտեմ, գումարներ, իշխանություն եւ այլն, բայց ռեսուրսները նաեւ մարդկային կապիտալ է, ռեսուրս է պրոֆեսիոնալիզմը։ Եվ ինձ համար օրինակ, ես կարծում եմ, ինձ համար ամենակարևորը Հայաստանի բևեռը առաջ տանելն է եւ այս ընտրությունները մեր պետականության համար ընտրություններ են։ Մենք պետքա տրամաբանությունը փոխենք եւ այս ընտրություններում պետքա հաղթի մեր պետականությունը։ Մենք հայոց պետականության պահպանման այն ամենաեզրագծին ենք, որ պետք է այստեղից շեղենք եւ դրա համար ես օրինակ այս ընթացքում, երբ սկսվեց քարոզարշավը, այդ սոլիդարությունը պահել եմ, որևէ մեկի երբեք որևէ ընդդիմադիր ուժի չենք այսպես փորձել ձայները հաշվել, քննադատել։